Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական ճամբարի հարկի տակ բազմաթիվ հյուրեր են Հայաստանի ու աշխարհի տարբեր հատվածներից։ 6-րդ բանակումի առաջին խարույկահանդեսն է, միջոցառման մեկնարկը տրվեց Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից թեժլեռ եկածների կատարումներով։ Ամերիկային ծրագրից հետո սկաուտները փողային նվագախմբի ուղեկցությամբ շարժվում են դեպի սկաուտական ճամբարի գլխավոր վայրը, որտեղ էլ տեղի ունեցավ ճամբարի առաջին հանգրվանին մասնակցող երկրների դրոշակների իջեցման հանդիսավոր արարողությունը։ Հենց այստեղ սկաուտական ճամբարի գլխավոր պատասխանատուն իր ելույթում կարևորեց սկաուտների մասնակցությունը բանակումին ու խոսեց վերջիններիս անցկացրած օրերի մասին։ Մեր թիվը մեծավ, մենք թիվով չէ որ մեծ ենք միայն, մեր հոգիով, մեր միությունով, մեր հայկական բարեգործական ընդհանուր միության վատնական անցյալով և լուսաշող աբակայով։ Թուք եք որ պիտի գերդեք մեր միության աբական, ինչ որ անցյալին 104-105 տարիներու ընթացքին գերդեցին մեր երախտավորները, ցեզի կմնա շարունակել նույն երթով։ Եվ մոտենում է ամենասպասված պահը խարույկահանդեսը, բայց մինչ խարույկը կվառեն, նախ բոլորի ուշադրությունը դեպի Գուգարաց թեմի առաջնորդը, ժամանակն է օրհնվելու։ Արքեպիսկոպոս Չուլջյանը իր խոսքում կարևորեց հայ մնալու յուրաքանչյուրի պարտքը և նշեց, որ ամեն ոք պետք է լավ իմանա սեփական երկրի պատմությունը։ Հիշեք, դուք ադանացիների, հաջնցիների, ադիամանցիների, մալատիացիների, սեպաստացիների զավակներն եք։ Դուք ղարսեցիների, էրզրումցիների, երզնգացիների, թերջանցիների զավակներն եք։ Ի վերջո դուք ուրֆացիներ եք և դուք արևմտյան Հայաստանը ապրեցնող ազգի սերունդներն եք։ Աստված օրհնի ձեզ ամենքի։ Օրհնության խոսքից հետո պատվավոր հյուրերը ջահերով ու հանդիսավոր կերպով մոտենում են խարույկին և վառում այն։ Խարույկը վառելուց հետո արդեն իսկական տոն էր։ Նախ շուրջ պար, ապա բացօթյա բեմահարթակում, հայկական երգ ու պար ու չդադարող բուռն ծափահարություններ։ Հայկական բարեգործական ընդհանուր միության Երևանյան գրասենյակի ղեկավարը առաջին անգամ է մասնակցում խարույկահանդեսին, ասում է, որ շատ է լսել, բայց ինչ տեսավ, իր պատկերացումներից ավելին էր։ Հետաքրքիր է, ինչքան որ ինձ բացատրեցին ու ասեցին, այս ինչ բանը կսպասվի, այս ինչ բանը կտեսնես, լրիվ ուրիշ է, շատ ավելի ուրախ է, շատ ավելի երջանիկ է, շատ ավելի լավ է, հետաքրքիր է անցնում, քան թե ինչ որ ես պատկերացնում էի ու կարծեմ բանը երեխեքի համար է շատ հետաքրքիր է, շփվում են տարբեր երեխեքի հետ տարբեր երկրներից, որ հայ են և նույն բանով են զբաղվում, նույն բանով են հետաքրքրվում և եկել են հայրենիք ու երկու շաբաթ անցկացրել են ու հիմա այսպիսի միջոցառում են կազմակերպել։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ գտնվում ու կարողացա վկա լինել նման արարողության։ Խարույկահանդեսով էլ ամեն ինչ չի ավարտվում։ Բարեգործական ընդհանուր միությունը դեռևս սկաուտներին կտա Հայաստանը ճանաչելու և սեփական երկրի հետ կապվելու այլ հնարավորություններ։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։